Արդեն երկրորդ տարին է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպում են միջազգային համաժողով նվիրված խաղաղության խաչմերուկին։ Բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր էլ Հայաստանը պատրաստ է մարգարեից կորնիձոր ապահովել բեռնատարների տարանցումը։ Նա նաև խոսեց թրիփից, ասաց, որ այն կառավարվելու է հայ-ամերիկյան ընկերության միջոցով, որտեղ Հայաստանը ունենալու է վճռորոշ ձայն։ Լրագրողների հետ հարց ու պատասխանում էլ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այդ ընկերության հետ կապված որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն եթե Հայաստանը մի բան չուզի, չի լինի։ Բոլոր որոշումները, այդ թվում ներդրողների ընտրության հետ կապված, երրորդ կողմերի ներգրավման հետ կապված, բոլոր որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն Հայաստանը պետք է պարտադիր տա իր համաձայնությունը եւ այդ անհանգստությունը հաճախ է հնչեցվում, որ կարող են Ադրբեջանից եւ Թուրքիայից ներդրողներ լինեն, այստեղ Հայաստանը ունենալու է որոշիչ ձայն, թույլ տալու կամ թույլ չտալու դա։ Սա պատասխանն էր Ռիոփնի հարցին, թե արդյոք կարող է թուրքական կապիտալ լինել այդ ընկերությունում։ Խանդանյանը նշում է, որ հայ-ամերիկյան ընկերության միջոցները ներդրումներով են ապահովվելու։ Կարծում է շատերն են հետաքրքրված ճանապարհով, իսկ ներսում Նիկոլ Փաշինյանը բացում էր միջազգային համաժողովը։ Ասում է, իր ելույթից հետո էլ հնարավոր է հնչելու են նոր մտքեր, որ սա ապոկալիպսիսի է հասցնելու։ Խնդրում եմ հաշվի առեք, որ ես իհարկե հասկանում եմ կարևորությունը, բայց ամեն ինչին չէ, որ կարող եմ 5 րոպե հետո արձագանքել, եւ այն, որ ես 5 րոպե չեմ արձագանքել եւ չեմ հիմնավորել, որ ապոկալիպսիսը մտածածին է, դա չի նշանակում իմ լուր համաձայնությունը ապոկալիպսիսի տեսության հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ բանավոր պայմանավորվածությունները լեգիտիմ չեն եւ չկա բանավոր պայմանավորվածություն։ Նա մանրամասներ ներկայացրեց թրիփի ենթակառուցվածքների մասին։ Ըստ նրա թրիփ նախագիծը ունենալու է մի քանի երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ ու ճանապարհներ։ Ասում է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնալու է Հայաստանինը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա համար։ Երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղում է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ։ Երկաթուղին պիտի Ադրբեջանից մտնի Մեղրի, հետո Նախիջևան ու Երասխ եւ շարունակի մինչեւ Թուրքիայի սահման, ասում է Փաշինյանը եւ նշում, որ տարածքը ռելիեֆի տեսանկյունից նույնիսկ երկաթուղու համար է սահմանափակ, իսկ Խանդանյանի համար էլ տարակուսելի է, թե ինչու է Թուրքիան հիմա ներդրումներ անում այլ երկաթուղու կառուցման վրա։ Իդեպ միջազգային համաժողովը տեղի էր ունենում հյուրանոցներից մեկի Արարատ անունը կրող սրահում, իսկ ազգային ժողովում ընդդիմադիր գործիչները խոսում էին հայ-ադրբեջանական հարաբերություններից, մասնավորապես Մամիջանյանն անդրադառնալով թրիփի ասում է, որ բոլոր փորձագետները նշում են միջանցքային տրամաբանությամբ է։ Խաղաղությունը որևէ երաշխիք, բացի նրանից, որ առևտուր կանենք լավ կլինի, չունի։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որին փորձ է զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Մամիջանյանը նշում է, որ տնտեսական լավ հարաբերությունները խաղաղության երաշխավոր չեն, օրինակ Ռուսաստանն ու Ուկրաինան էլ ունեին տնտեսական ամուր հարաբերություններ, իսկ թե ինչ եղավ 2022-ից հետո ամբողջ աշխարհն է ամեն օր ականատես լինում։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռիոփն մեդիա։